Երկու կարևոր բան ես ելույթում շեշտադրում մոռացա, պարոն Մելքոնյանը համահայկական հռչակագրից խոսելուց ինձ ուղղորդ է շատ ճիշտ, որ ես կարևոր բան եմ ասել, պետք է խոսամ, տեսեք, համահայկական հռչակագիր երեխեք, հունվարի 29-ին ընդունվել, Ծիծեռնակաբերդում ընթերցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, համահայկական հռչակագրում ուշադրություն, դատապարտում է համահայկական հռչակագիրը Թուրքիայի, Հայաստանի շրջափակման քաղաքականությունը և դատապարտում է Թուրքիայի նախապայմաններ դնելու քաղաքականությունը, դա համարելով հայոց ցեղասպանության չդատապարտման և չճանաչման հետևանք։ Եվ երկրորդ, էլի համահայկական հռչակագիրը կոչ է անում Թուրքիային առերեսվել և հաշվել իր պատմության հետ ու ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Տեսեք, Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չէր ընդունում Թուրքիայի որևէ նախապայման Արցախի խնդրում գնալ միակողմանի զիջումների և նույնիսկ դա անվանում էր շանտաժ և դատապարտում էր Հայաստանի Թուրքիայի կողմից բլոկադան և կոչ էր անում Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը, այսօր այս կապիտուլյացիայի սիմվոլները Արցախը հանձնել են, 150,000 արցախահայեր էթնիկ զտման է ենթարկվել, Թուրքիան նույնիսկ նման պահանջներ չի ներկայացնել երբեք, չէր կարող երազել, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, այսքանից հետո Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը փակ է, մի հատ էլ երջանիկ դեպքով գնում են Թուրքիայի հետ հանդիպում են, Էրդողանի գիրկեն դնում են կրծքին։ Քանի որ հին հույներն ասում էին, որ ամեն ինչ հայ մատության մեջ պետք է նայվի և ճշմարտությունը։ Ես որպես հին հույների քաղաքակրթության մի փոքր մասնիկ նայել, ուզեցի այդ հայ մատությունը դուք ևս մեկ անգամ տեսնեք։ Ինչ է ասում համահայկական հռչակագիր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 15 թվականին հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի շանտաժի ու բլոկադայի քաղաքականության մասին և ինչ են անում սրանք Արցախը տալով, հայաթափելով և Հայաստանը վերածելով թուրքական վիլայեթի։ Շնորհակալ եմ։